մենք փորձել ենք անդրադառնալ հասարակական համերաշխության խնդիրներին եւ այսօր կներկայացնենք մեր պրեզենտացիան խաղացման կապված։ Ես կոչել եմ այսօրվա մեր պրեզենտացիան խաչմերոնք, խաչմերուկի որպես զարգացում եւ նկարը կարծում շատ նկարագրական է, կարող եք պատկերացնել, թե ինչի մասին է գնալու խոսքը։ Եվ այսպես մեթոդաբանության մասին հետազոտության մեթոդը հեռախոսային հարցումներին իրականացվել, հարցումների քանակը 1000 եւ հետազոտության ընտրանքի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 24-ից 27 դեկտեմբեր 2025 թվական եւ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ինչպես միշտ ավելի մանրամասն մեթոդաբանություն ներկայացված է, ես նյութը տալու եմ ձեզ եւ կարող եք ծանոթանալ եւ անցնենք հարցերին։ Որոնք են Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները։ 37.1% նշել է անվտանգության հետ կապված խնդիրներ, 23.4% նշել են ցածր թոշակներ, ցածր աշխատավարձներ, 13.8% նշել է տնտեսական վիճակ, 13.3% գործազրկություն, գնաճ ինֆլյացիա նշել է 12%, կրթական համակարգի վատ վիճակ նշել է 11.3%, 9.8% նշել է սահմանների հաստատման խնդիրը եւ 8.6% առողջապահական համակարգի վատ իրավիճակ։ Սոցիալական վիճակ աղքատություն 9.3%, օդի աղտոտվածության բնապահպանության խնդիրները 5.1% եւ պետություն եկեղեցի հակամարտությունը նշել է 4.7%, 3% նշել է գերիների վերադարձի խնդիր եւ հասարակության համերաշխության բացակայություն 2.7% է նշել։ Մնացածը ավելի ցածր ցուցանիշներ են, դուք կարող եք հետագայում նայել։ Ինչպես տեսնում եք, պահպանվում է այն խնդիրը, որ անվտանգային հետ կապված հարցի այդ կապված խնդիրները ամենաբարձրն են նշում, դա պատերազմից հետո առաջ եկած այս խնդիրն է, մինչև պատերազմը մեր մոտ, եթե հիշում եք, սոցիալական խնդիրներն էր առաջնային։ Հայաստանում այսօր ամեն ինչ ճիշտ թե սխալ ուղղությամբ է ընթանում։ 13.6% նշել է, որ ճիշտ ուղղությամբ է ընթանում, 22.5% նշել է, որ ավելի շուտ ճիշտ, 22.1% նշել է, որ ավելի շուտ սխալ եւ 34.2% նշել է, որ սխալ ուղղությամբ։ Ընդհանուր մոտ 56-57% նշել է, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում։ Ինչպես է գնահատում հասարակական տրամադրությունը Հայաստանում վերջին ամիսների ընթացքում։ Սա շատ հետաքրքիր հարց է եւ հետաքրքիր տվյալներ ենք ստացել, մի քանի պատասխան կարող են տալ մեր հարցվողները եւ 32% նշել է անտարբերություն, ապաթիա, լարվածություն, ագրեսիա նշել է 31%, անհանգստություն նշել է 21.1% եւ վախ, տխրություն նշել է 10%։ Բայց մենք ունենք նաև լավ կայուն վիճակ նշել է 17.8% եւ 9.8% նշել է շատ լավ տրամադրություն։ Տեսնում եք գերակշռող տրամադրությունները, որոնք մեր ռեսպոնդենտները նշել են, բացասական տիրույթի մեջ է։